Բարի լույս թող լինի բոլորին, սիրելի հետևորդներ, բոլորիդ բարի լույս, օրը բարի բացվի, ինչ ասեմ Աստված ջան, օրը բարին է, թող այն էլ կատարվի, այո։ Եվ ես էլ տեսնում եք կոֆե, ամենահամեղ կոֆեն պատրաստեմ ամուսնուս հետ խմենք, ես գնամ աշխատանքի, իմ գործերով, ամեն մարդ իր գործին։ Եղանակը նորից անպած, մռայլ, տխուր, մի երկու կաթ էլ անձրև էր գցում։ Չի բացում էլի եղանակը, որ լիովին տենց հողամասի գործեր անեն։ Ես ուզում եմ ջերմ բարևներ փոխանցել Նատալիա տատիկին, ով ապրում է Դիլիջանում, կարելի ասել մոլի երկրպագուն է, հետևորդուհին, այն որ ամեն օր պարտադիր ինձ դիտում է։ Նատալիա տատիկ ջան, քեզ առողջություն, ամենակարևորը, շրջապատված լինես սիրով, ջերմությամբ, քո հարազատների, բոլորի կողմից, եք դուք ինձ զանգեցիք, վերջապես ինձ տեսաք, ես էլ ձեզ տեսա, շատ ուրախացել էիք, ես էլ եմ ուրախ, որ հավանում եք իմ վլոգները, իմ աշխատանքները, գիտեք ինչ, այդ ինձ հիմնականը դիտում են, ես իմ մոտ ցույց է տալիս մեծահասակ կանայք 60 անց այդ տարիքը շատ է եւ գիտեք ինչու են դիտում, որովհետեւ իրենք էլ ինձ նման սիրել են դաշտը, բնությունը, աշխատանքը, այդ բանջար բերելը, մի խոսքով բոլոր այն գործերը, որ ես կատարում եմ եւ դրանցից մեկն էլ բացառություն չի, Նատալիա տատիկն է, ով ժամանակին ինքն էլ բարձրացել է սարերը, գնացել է դաշտ ու հանդ, ուրց է հավաքել, մի խոսքով այն ամենը, ինչ որ ես կատարում եմ, ինչ ասեմ, առողջություն եմ ցանկանում եւ հարազատների բոլորի կողմից ուշադրություն, սեր, խնամք։ Ամեն մի տարիքային փուլում մարդը մի այլ ձև է մտածում, մի այլ տեսակ է եւ ես մեծ ողջավորություն զգացի ձեր խոսքերում, դուք շատ տենց եռանդով, հավեսին ինձ հետ զրուցեցիք, շատ ուրախ եմ, կարող եք նորից զանգել, ես մեծ հաճույքով ինչքան էլ զբաղված լինի, պատասխանում եմ, գրում եմ, թեկուզ կարճ, բայց մի փոքրիկ տենց զանգ խոսակցություն եմ կարողանում կազմակերպել, որովհետև մարդիկ ուզում են իրենց սերը, իրենց կարծիքը, իրենց հարգանքը արտահայտել, այնպես որ Նատալիա տատիկ ջան, լավ մնա, առողջ եղիր ու միշտ ինձ հետևիր, դուք Դիլիջանում եք, ես վայքում եմ, բայց կապ չունի, ինձ լայքում եք, այո, այսպես կոֆեն էլ եղավ, լցնեմ, խմենք, Հրանտ, արի, խմենք, պատվերներս դասավորեմ, չգիտեմ հետս տանեմ Եղեգնաձորից ուղարկեմ, թե գամ վայք տանեմ, չեմ կարող ասել, բայց մի բան գիտեմ, որ մենք այս համեղ կոֆեն պետք է վայելենք, Հրանտ, Ացում եղանակը Հրանտ, քո սորտովա, չէ, դու ես տենց որ գաս տուն, անձրևելնի չգաս հողամասում աշխատես, չէ, դու պայմանավորվե եկել ես, մեկը անձրևել լինի, ինչ է լինի, պիտի գնաս հողամաս, գնանք հողամաս աշխատենք, ցանկապատը կոֆեն վայելում, բայց նո ինչ օմբո, անձրև էր գցում լողվելի, Քամի արա, քամի չի, ինչ որ ձեներ, երեք ամաներն էլ ասում անձրև ատավ է շաբաթ կիրակել,
Ես առավոտ շուտ տեսա, որ էլի պատվերներ են արել, տորոնի արմատները, փաթեթավոր են պատրաստ։ Միշտ էլ իմ սիրած ձևով փաթեթավոր ենք։ Մինչև գործի գնալն էլ ենք աշխատում։ Շատ սիրուն է ասենց է լինում։ Սա մեկ մեկա դնել եմ, իրանք ոչ էլ թափվում են, դնելու եմ իրանց մեկա ինչի մեջ, ցելոֆանի մեջ կրկին։ Վերջ։ Մի հատ էլ վրան գրենք նազելի նազ, ինչպես միշտ, սիրուն կանաչով։ Պետք է նոր, հետո որոշեցի, որ այստեղ էլի կլինի գրել, ինչի չլինի։ Ահա, սա էլ լցրեցի, դուրս կանք պատշկամբ, եղանակը նայենք, տեսնենք, ինչ որոշեմ, ինչ անեմ, հետս տանեմ Եղեգնաձորից, թե գամ տանեմ վայքի պոչտայից ճանապարհեմ, բայց նայեք ինչ մթնտած, ինչ անձրև, ինչ ամպ, ոյ չեմ իմանում, չգիտեմ, եղանակը լավ բան չի խոստանում, նենց էլ ցրտել է։
Եկել է պահը, հաց ուտելու պահը։ Հա, աշխատանքից վերադարձել եմ, սիրելի հետևորդներ, ինչ պատրաստեմ արագ որ լինի։ Ծվածեղ, գլազոկ, 2 հատ ձու, խփենք իրար, կլորակ ծվածեղ։ Ես սա եմ ուտում, Լիլիթը գնում է քեֆի, չէ Լիլիթ։ Դե երեկվա ձկից ամուսինս կուտի, ինքը սիրում է ձուկը, ինչքան էլ մնա, մեկը ուտում է։ Հələ այդ ձուկը չի պրծել, չի վերջացել ձուկը, սիրելի հետևորդներ, պատուհանից նայում, ասում է ձուկ չեն բերում, վաճառեն առնենք։ Ես էլ խոսում եմ, ասում եմ հələ ինի կեր նոր։ Այդքան շատ է ձուկ սիրում։ Այն ոչ ձուկ, բա արաղը։ Հա։ Ես էլ այսօր որոշեցի ձու։ Դաղցով, ավեսին։ Ու անցնեմ այսօր խմորեղեն պատրաստեմ, վաղուց արդեն տանը խմորեղեն չկա։ Ոյ։ Հələ նայեք, կծուբի բարով, տվառոգով, լավաշով, թթվի տեսականիով, ինչ այլ է, սիրելի հետևորդներ, սովորական առօրյա գնումներ, մատնաքաշ։ Հենց ես ասի սոված եմ նոր գնում Դե նոր եք արտուն, ես էլ նոր եք, մենք են նոր եկան, ուրեմ յուղ եմ գնել իմպերիա յուղ, միշտ ավելի մեծն եմ վերցնում, բայց քանի որ գնում է եղանակը դեպի տակ, սա եմ վերցնում, մի քիչ փոքրը։ Այստեղ մի րոպե խտացրած կաթ։ Սեղանի շորերը դեղին, այստեղ սպունգ է և ամանի գուբկա, զատիկի համար սունկ զատիկներ, բայց ես էլ կարայի սարքեի, կփորձեմ ես էլ պատրաստել սկոչ։ Աշոտ ջան, պիտի քանդեմ, որ ուտելիքները հանեմ։ Մեր սիրած այս շոկոլադ է պատ պեչենիներից, սմետան, յոգուրտ, նեժնի, երշիկ, Ենքան բան ենք լցրել, հա, նարինջ, բանան չկար Աշոտ։ Լիլիթի համար գերկուլես, որ շատ, քո համար էլ մանի, բայց կատ պետք է վերցնենք, որ մանի սարքենք, մեր տանը մանի սիրո ուտողները շատ են, սա չիա չէ, քունջութ և սա էլ ժելատին է, աղ, Ով է միան տաղաք ես աղում, հո, շատ համով ասա։ դեսյան հացում։ Վայ Աշոտն էլ լվացվեցի, այն կողմի վրա էլ քաղցր ձող է։ Սրանք, ես էլ մեր գնումները։ Քիչումիչ, Աշոտին հացավորենք, մեզ էլ հետո էլ կոֆե խմենք։ Այլ գնացները բացենք։ Ինքան համեղ այս, չգիտեմ ես, շանթ ապրանքանի շինն է, որ շատ համեղ է, մեծ տեսակն էլ կա, բայց ես որ կենթանիների պատկերով է ու շոկոլոդ է պատ, շատ համեղ է, շանթ ապրանքանի շինն է, համեղություն է իսկականից, որ շատ լավն է, որ հավատացեք 1-2 հատիկ էլ ես եմ ուտում, որ քաղցրակեր չեմ։ Հիմա կոֆե պատրաստեմ, փորձեմ կոֆե պատրաստել, ես
Կոֆե պատրաստենք։ Հա, մեկ էլ մոռացել էի, սիրելի հետևորդներ, մենք նվեր ունենք, նվեր ենք ստացել, դա մինչև կոֆեն լինի, ես դա ցույց կտամ, մեր հետևորդուին է ուղարկել, ինքը բնակվում է Ռուսաստանում, ասեց, որ Լիլիթին ուլունքներ եմ ուղարկում, Վալբերիսով, գնացի վերցրեցի և ինչ տեսնեմ, որ ինձ էլ նվեր ունեմ, անակնկալ, ու գիտեք ինչ, այնքան եմ ուրախանում, որ այդքան ուշադիր են, այդքան ուշադիր ու ինչ է ինձ համար ինքը ուղարկել, են որ այնքան ուրախացա, ձեզ ասում եմ շնորհակալություն, շատ ապրեք, ինչ ասեմ, Աստված օրհնի ձեզ, նեղություն եք քաշում, բայց ես զգում եմ, որ այդ ամենը դուք անում եք ի սրտե, ես էլ շնորհակալություն կարող եմ ասել, Աստված օրհնի ձեզ, Աստված միշտ ձեզ հետ, Լիլիթն էլ այս պահին տանը չի, Լիլիթն էլ շատ ուրախացավ, փականներով ու ասեց կփոխանցեք իմ խորին շնորհակալությունը, Լիլիթը քեֆի է գնացել, գնամ բերեմ տեսնենք, ահա, գնացի վերցրեցի, Լիլիթին ուլունքներ է ուղարկել և հետևում է հաստատ, տեսել է, որ Լիլիթը գնում է ուլունքագործության ու տեսեք ինչ գունեղ, գույներով հարուստ, տեսականի է, այստեղ տառեր է, որ կարող են առաջի տառով կամ անունը հենց լիովին հավաքեն ուլունքներով և այստեղ էլ փականները, ահա, շնորհակալություն շատ, չգիտեմ, երևի այս վլոգը դուք կդիտեք և կտեսնեք, որ մենք ինչքան ուրախացանք ու դուք էլ մեծ բավականություն կզգաք, որովհետև նվեր արող անձնավորությունը սիրում է, տեսնի թե ինչքան ենք ուրախանում, ինչքան է ուրախանում Լիլիթը, ահա սա էլ մկրատ է, իր ասեղներով, մի խոսքով շատ լավն է և այստեղ այն որ, ինչ այլ է հրան, կոֆե, այստեղ են որ ես էլ սենց սև տուփի մեջ ասում եմ տեսնես ես ինչ դե Վալբերիսում բացում ստուգում ենք, նայում ենք ու այսպես բացեցի, այսպես ու ինչ է սիրելի հետևորդներ, դադամ, տուփ, թղթե տոպրակներ է ուղարկել, պատվիրել, սրանցից ես էլ էի սկզբի պատվերներս այսպիսի տոպրակների մեջ եմ դրել, տեսնում եք չէ, ինչ ուշադիր են իմ հետևորդուհիները, շնորհակալություն շատ, և գիտեմ սա ի սրտանց արված նվեր է և շատ վաճառքներ կլինի և գիտեմ սա այն նպատակով է ուղարկվել, որ ինձ բարի վաճառք է մաղթում, շնորհակալ եմ շատ շնորհակալ, ահա, շատ կա մեջը, կեսը հանեցի, ահա կին կա, ահա, կոֆե թափի, ահա, այս տոպրակները հարմար են փողկապով տարբերակին, այստեղ ես մեծ կաթսան պետք է լվանամ, սոկ, Այս սրճեփով մեկ է տեսար հոպ ստոպ կոֆեն թափում է, այն մեկը խշոցով է, այս էլ bez զվուկ է, պիձային վրա տազդում է, ասում ենք դրեք bez զվուկ, հիմա այս ջազվան bez զվուկ է, խշոցը չի լինում, բայց շատ համեղ կոֆե է լինում, ուղղակի պետք է ուշադիր լինես, նայես, որ համեցի, Կարում ես?
Չէ, ակնված տեսախցի կա։ Եկեք Աշոտ։ Կոֆե։ Ասմա ուր։ Կոֆեն եղավ։ Աշոտ ջան, արի։ Կսարի կոֆեն։